Բարի լույս սիրելի հայրենակիցներ, դարձյալ միասին ենք և վաղը մեր եկեղեցում անիրավ դատավորի կիրակի հիշատակման օրն է, ինչպես ասել ենք, մեծ պահքի ընթացքը ամբողջ, բոլոր կիրակիները յուրաքանչյուրը որոշակի պատգամ և ուղերձ ունեն, այդուհանդերձ յուրաքանչյուր իր հերթին պարունակելով այդ առանձին ուղերձը իր ամբողջության մեջ շարքով, հերթականությամբ, աստիճանական զարգացմամբ մեզ տանում են դեպի հարության խորհուրդը, այսինքն հաղթանակի խորհուրդը։ Ինչպես միշտ նկարագրել եմ, դա մեր կյանքի խճապատկերն է իր բոլոր հանգրվաններով և ընդհանուր առմամբ դա մեծ պահքի այս բոլոր կիրակիների շարահարությունը մեր վերադարձի մասին է դեպի տուն, դեպի հաղթանակ, դեպի տուն, դեպի արժեքներ, դեպի աստվածային ներկայություն, դեպի ներդաշնակություն, դեպի խաղաղություն, դեպի հաղթանակած խաղաղություն և այս բոլորը սակայն չի տրվում պարզապես ձրիաբար, այլ դա մեր պայքարի, մեր հարատև պայքարի արդյունքում ձեռք բերելու կամ նվաճելու գինն է։ Եվ խոսում է անիրավ դատավորի մասին, պատմելով մեր Տերը, թե ինչպիսին էր նա, բայց մինչ այդ նաև շատ կարևոր պատգամ է տալիս ասելով, որ երկնքի արքայությունը երբ փնտրում եք, այն տեսանելի կերպով չի լինելու, այլ փնտրեք ձեր մեջ, երկնքի արքայությունը ձեր մեջ է։ Եվ ապա պատմելով պատմություններ տարբեր կամ պատգամներ հղելով իր աշակերտներին, խոսում է անիրավ դատավորի մասին, որի պատմությունը կարճ, շատ համառոտ հետևյալն է, որ մի քաղաքում մի դատավոր կար, ով նկարագրված էր որպես մարդկանցից չամաչող և Աստծուց չվախեցող, և այդ դատավորը հազարավոր մարդկանց դատն էր տեսնում, բնականաբար իր սկզբունքի համաձայն, իր սահմանած արդարության համաձայն, և այդ բոլորի մեջ կար մի կին, որը անտեսված էր, անընդհատ մերժված էր այդ դատավորի կողմից, սակայն իր համառությամբ այդ կինը ի վերջո հասնում է իր նպատակին, որովհետև այդ դատավորը ասում է, թեպետ ես Աստծուց չեմ վախենում և մարդկանցից չեմ ամաչում, բայց այս կնոջ դատը տեսնեմ և թող նա գնա, որպեսզի ազատվեմ նրանից։ Եվ այդպես էլ տեղի ունենում է։ Եվ մեր Տերը շարունակում է անշուշտ պատմելով արդեն ուրիշ մի առակ, սակայն մեր մտածումները բևեռացած կամ կենտրոնացած են անիրավ դատավորի արդարության բանաձևի և այս կնոջ հարատև պայքարի վրա։ Տեսեք, մինչև խոսել այդ մասին, մեր Տերը խոսում է արքայության մասին։ Շոշափելի նյութեղեն կերպով չէ այն, մի փնտրեք տեսանելիորեն այստեղ կամ այնտեղ, ինչպես ասում է, այլ այն ձեր մեջ է, ձեր մեջ, ձեր ներսում։ Եվ սրանից բխած կարևոր կերպարի նկարագրությունն անում այդ կնոջ, որը անօգնական էր, լքված էր, շուրջը հավանաբար անտարբեր էին, մարդիկ չէին ուզում որևէ կերպ իր հետ առնչվել և այսպես շարունակ։ Միայնակ էր հավանաբար և չուներ որևէ աջակցություն, հասարակական աջակցություն, շրջապատից, բարեկամներից, ընտանիքի անդամներից հավանաբար չուներ ոչինչ, բայց ուներ մեկ բան, իր կամքը, իր ձգտումը, իր ցանկությունը, իր պայքարի տեսիլքը, իր հաղթանակի հասնելու համառությունը, թեպետ և իր առջև կանգնած էր մի քաղաքում բոլորի կյանքը որոշող, բոլորի կյանքի վրա ազդեցություն ունեցող դատավոր, որը մեծ պաշտոն էր այն ժամանակ, թեպետ այսօր էլ նույնն է, որը ուղղակիորեն մարդկանց կյանքը ուղղորդում էր, մարդկանց կյանքի վրա որոշում էր կայացնում։ Եվ այդ որոշում կայացնելը շատերի դժբախտացնում էր բնականաբար, եթե չասեմ բոլորին, որովհետև արդարության սկզբունք էր սահմանել իր համար, որ մարդկանցից չեմ ամաչում
եւ Աստծուց էլ չեմ վախենում, կամ Աստծուց չեմ վախենում եւ մարդկանցից չեմ ամաչում։ Եվ մեր Տերը մեկ հատկանշական արտահայտություն էլ է անում, ով ցանկանում է փրկել իր անձը, պիտի կորցնի այն, ով կորցնում է իր անձը, պիտի փրկի կամ փրկում է այն։ Սա շատ կարևոր բանաձևում է, ով ցանկանում է այլ լեզվով ասած կամ մեր ժամանակակից խոսքով ասած, ով ցանկանում է լավ ապրել, կկորցնի իր անձը, իսկ ով ցանկանում է հարատև գտնվել իր արժեքների պայքարի բովի մեջ, ով անընդհատ ցանկանում է նաև ոչ միայն իր անձից դուրս գործել, ապրել, հանրային լայն ընկալման համար, իր նկարագրի համար, ապա կկորցնի, կզոհաբերի իր անձը, բայց կշահի այն, կփրկի այն։ Եվ սա ոմանց համար անհասկանալի է, բայց ճիշտ այդպես է։ Եվ մենք այն կոչել ենք եսակենտրոնություն, կեղծ ինքնասիրություն, այս օրերին ասում են քաղաքականությամբ չզբաղվել, եւ այսպես շարունակ, անձնակենտրոնության եւ անանձնականության մասին է մեր Տիրոջ խոսքը։ Եթե ունես անձնակենտրոն ձգտումներ, կկորցնես անձդ ի վերջո։ Իսկ եթե անանձնական են քո ձգտումները կյանքում, հենց քո անձով պայմանավորված, կշահես եւ անձդ եւ ի վերջո նաեւ կստեղծես այն միջավայրը, որտեղ քո սեփական անձը դու կլինես այդ միջավայրի մեջ, ինչպես մյուսները, հաղթանակող կամ քո պատկերացումների, քո արքայության փնտրտուքի ճանապարհին նաեւ այդ արքայությունը ստեղծող, որի պատկերացումը գաղափարը նկարագիրի ունես դու։ Եվ սա նաև առնչվում է ուղղակիորեն այդ կնոջ կերպարի հետ, ով համառորեն հաշվի չառնելով ոչինչ, անկախ նրանից, թե մարդիկ ինչ էին խոսում իր մասին, ինչպես էին խոսում, ինչ բնութագրումներ էին տալիս, այդ կինը ընթանում էր դեպի իր նպատակը։ Հաշվի առնելով նաև, որ իր դիմաց, ինչպես ասացի, ամենամեծ խոչընդոտն էր կամ որի միջոցով պետք է լուծվեր իր հարցը, ով արդարության բնականաբար զգացումը չուներ, Աստծուց չէր վախենում եւ մարդկանցից չէր ամաչում։ Եվ նաև այսօրվա խորհրդով առաքյալն է շատ դիպուկ նկարագրում այն, ինչի միջով անցնում է այդ կինը, ինչի միջով կարող է անցնել եւ անցնում է մեզանից յուրաքանչյուրը։ Ասելով, որ ինքս ինձ նպատակին հասած չեմ համարում, բայց բանն այն է, որ հետևում մնացածները մոռացած, ձգտում եմ դեպի իմ առջևում եղածները, ուշադիր կերպով վազում եմ դեպի նպատակակետը, որին Աստված մեզ կոչել է Քրիստոս Հիսուսով։ Այսուհետև ձեզանից նրանք, ովքեր կատարյալ են, նույն ձևով թող խորեն, իսկ եթե որևէ բանի շուրջ ուրիշ կերպ խորեք, Աստված ձեզ դրա մասին էլ կհայտնի։ Միայն թե ինչի որ հասանք, նույնը խորենք եւ նույն կանոնի համաձայն ընթանանք։ Եվ շարունակելով իր խոսքը ասում է. ովքեր ընթանում են Քրիստոսի խաչին հակառակ, նրանք թշնամիներ են։ Եվ նրանց վախճանը կամ վերջը կորուստն է։ Եվ շատ հատկանշական, նրանց Աստվածն իրենց որովայնն է եւ փառքը իրենց ամոթը։ Նրանք միայն երկրավոր բաների մասին են խորհում, իսկ մեր քաղաքացիությունը երկնքում է։ Եվ այս մասին առաքյալը բնականաբար
Խոսում է իր անձնական փորձառությունից, որի մասին էլ վկայում է ասելով. հստակ կերպով սահմանելով, որ նպատակակետին հասնելը մեկ իրադարձությամբ, մեկ միջոցառմամբ կամ մեկ դեպքով չի վերջանում, այլ ամբողջ կյանքի պարունակությունն է դա, ամբողջ կյանքի, անշուշտ առաքյալը խոսում է հավիտենական կյանքի, հավիտենական փրկության մասին, Քրիստոս Հիսուսով մեզ տրված որպես վերջնահանգրվան ու նպատակակետ, բայց նաև այն սոցիալականացնելով, նա հանրային մեր տիրույթում, մեր կյանքի մեջ դիտարկելով, այն նաև ընկալելի է, ոչ թե ընկալելի, այլ ուղղակիորեն արտահայտում է մարդու հարատև պայքարը, անընդհատ ձգտումը, նպատակակետին հասնելը, թե փոքր իր միջավայրում, իր ընտանեկան կամ առանձնական միջավայրում, եւ թե հատկապես մեծ միջավայրում, այն տիրույթում, այն տարածքում, ոչ միայն ֆիզիկական, այլ նաև հոգևոր իմաստով տարածքում, որտեղ ինքը ապրում է եւ գործում է, որտեղ ինքը չի կարող պարզապես լուռ մնալ անարդարության նկատմամբ, որտեղ ինքը չի կարող պարզապես անցնել կողքով այն այրի կնոջ, խորհրդանշականորեն ասված այրի կնոջ, որը հալածված է, որը անարդարության է մատնված, որը ինչ որ իմաստով, լայն իմաստով գտնվում է հասարակության միջից մերժված լինելու մեջ, մեծ իմաստով եւ այսպես շարունակ, որը ուղղակիորեն չի կարող պարզապես ապրել, գոյություն ունենալ եւ չունենալ արքայության ձգտումը ինքն իր մեջ, սրբագրելու, վերասրբագրելու եւ առաքյալի խոսքով ասած, մոռացած, ետևում թողած բոլոր երևույթները ձգտելու, դեպի առջև ընթանալու։ Եվ պարզապես չի կարող անտարբեր լինել բոլոր նրանց հանդեպ, ում, ինչպես նկարագրված է, ում Աստված իրենց որովայնն է եւ սակայն փառք իրենց ամոթը եւ որոնց նմանների վախճանը կամ վերջը կորուստն է, ոչ թե ձեռքբերումը։ Եվ սակայն այս ամենը չի կարող ունենալ, եթե չկորցնի իր անձը, այսինքն չհրաժարվի իր անձնական նախասիրություններից, որոնք ոչ թե վատ են միգուցե, այլ գերապատվություն ունեն անանձնական ձգտումների վրա։ Եվ միանշանակ չի կարող պարզապես լուռ մնալ կամ անցնել, ինչպես շեշտեցինք, ճշմարտության մասին խոսելու կողքից կամ արդարության ձգտումից, որովհետև այս երկուսն են, այս երկու գաղափարներն ու արժեքներն են, որոնք ձևակերպում ու ձևավորում են մեր կյանքը եւ հարաբերությունները, այնպես ինչպես ապրում ենք այսօր։ Մեր քայքայված իրականության մեջ, որի մասին արդեն խոսում են բոլորը անխտիր, մենք ձգտում ենք արդարության եւ ճշմարտության վերականգնման։ Այս բոլորը ոչ թե ատելությամբ, ոչ թե պարզապես ցեխարձակումներով, այլ իրականությունը արձանագրելով եւ այդ իրականության մեջ ինքներս մեզ զետեղելով, մեր անձը կորցնելու գնով, պատրաստակամությամբ ընթանալու հենց այդ կորցնելու ճանապարհով մեր անձը եւ մեր նկարագիրը, մեր միջավայրը շահելու։ Ինչ է տեղի ունենում մեր կյանքում ավելորդ է խոսել։ Բայց այն ինչ որ տեղի է ունենում, անընդունելի է մեղմ ասած։ Եվ մենք հենց դրա համար ենք գտնվում պայքարի տարբեր շերտերի եւ աստիճանների մեջ։ Հենց դրա համար ենք հանձն առել, զոհել, ինչ որ ունենք անձնական իմաստով եւ մտնել այս ճանապարհի մեջ, մեր նպատակակետին հասնել, որը մեր սահմանած նպատակակետը չէ պարզապես, այլ անհրաժեշտություն է ճշմարտության հետ ամբողջությամբ համատեղված, ճշմարտության պայքարով վերականգնելու տունը, վերադառնալու մեր տուն, վերականգնելու արդարությունը կամ հաստատելու արդարությունը մեր կյանքում։ Եթե չկա արդարություն,
չկա որևէ ձև, որևէ կերպ ներդաշնակություն, չի կարող լինել պարզապես։ Եվ այդպես էր այդ դատավորի պատմությունը, եթե խորհրդանշականորեն վերցնենք Աստծուց չամաչող, Աստծուց չվախեցող եւ մարդկանցից չամաչող կարևորագույն դերակատարություն ունեցող պաշտոնի կամ մարդու մասին։ Եվ մյուս կողմից համառորեն պայքարի մեջ գտնվող հալածանքների ներքո պայքարի մեջ գտնվող այրի կնոջ մասին կամ կնոջ մասին։ Եվ մեր կյանքը նույն պատկերն ունի։ Մենք այսօր գտնվում ենք հենց այդ պայքարի մեջ։ Գտնվում ենք անանձնական պայքարի մեջ։ Մեր այս ամբողջ ժամանակահատվածում մենք տեսել ենք մարդիկ, ովքեր այդ արդարության եւ ճշմարտության վերականգնման համար, հայրենիք եւ տուն ունենալու համար, կյանքի ներդաշնակության համար, առանց որևէ բարձր կամ նյութեղեն ակնկալիքների, պատրաստակամությամբ գտնվել են կալանքների եւ ձերբակալումների մեջ, գտնվել են իրենց ունեցվածքի սահմանափակումների կամ ապօրինի հարձակումների, ունեցվածքի վրա ապօրինի հարձակումների մեջ, անորոշության մեջ, հայտնվել են ռումբերի տարափի տակ այդ անիրավ դատավորի կողմից, զրկվել են իրենց զանազան հարաբերություններից կամ իրենց հրաժարեցրել են այդ հարաբերություններից, որոնց ժամանակին ունեին ընկերներ, բարեկամներ, այսպես կոչված։ Մարմնական վիրավորումներ են ստացել գտնվելով հենց այդ ռումբերի տակ, ձեռքի, ոտքի, գլխի, բոլոր առումներով։ Ծեծ են եւ ծեծի եւ բռնության են ենթարկվել ոստիկաններ, ոստիկանական տարբեր խմբավորումների, խուլիգանական խմբավորումների կողմից։ Անցել են այս պայքարի ճանապարհով եւ հանձն են առել անցնելու, որովհետեւ նպատակակետ կա, որովհետեւ հասնելու այդ նպատակակետի ճանապարհը, ինչպես մեր Տերն ասում է, նեղ դուռը, լայն դուռ չէ։ Նեղ ճանապարհը, լայն ճանապարհ չէ, բայց նպատակը կամ վերջնարդյունքը այդ լայն ճանապարհն է, լայն տարածքն է, որտեղ միայն եւ միայն հաղթանակն է, ուրախությունն է, ճշմարտության եւ արդարության վերահաստատումն է, անկախ նրանից, թե այդ ճանապարհին ինչ է տեղի ունեցել քեզ հետ, որովհետև այդ բոլորը մնում են ետևում, որովհետև ընթանում ես առաջ սահմանված նպատակակետիդ հասնելու։ Մեր կյանքը, ինչպես ասացի, ճիշտ այս պատկերի նմանությունն է, եթե չասեմ նույնությունը։ Մեր դիմաց անիրավ դատավորը, ով Աստծուց չի վախենում, մարդկանցից էլ չի ամաչում, ով կարող է պարզապես իր սուտը եւ ստախոսությունը ծածկելու համար բոլորին դարձնել, իր շրջապատին դարձնել իրեն մեղսակից եւ հանցակից եւ արյունապարտ, մի րոպե անգամ աչքը չթարթելով, մյուս կողմից պատճառ դառնալ հանրային կյանքի մեջ աղետի, ատելության, քաոսի, ստախոսության տարածման, անարդարության անընդհատ մեծացող իրականության։ Սա մեր պատկերն է եւ անցյալ շաբաթ դուք բոլորը տեսաք խորհրդարանական հիստերիկան, ստախոսի էլ չկարողանալու ինքն իրեն զսպելու, միգուցե քիմիական ինչ-որ բաների բացակայության պատճառով, միգուցե մեզ ուղերձ եղելու պատճառով, միգուցե այլ նպատակներ ունենալու, իր տերերին ցույց տալու, թե ինչքան նվիրված է ինքը, եւ այդ ստախոսը խորհրդարանի ամբիոնից պատառոտում է լինել ամենավատ ձևով, ամենափողոցային,
գռեհիկ կերպով, ցինիզմով, եւ սա ամոթն է մեր։ Ամոթն է ոչ թե մեր ներքին կյանքի համար միայն։ Մի պահ պատկերացրեք ժողովուրդ, որ մեզ դիտում են մեր բարեկամները, մեր թշնամիները աշխարհում, մեծ պետությունների ներկայացուցիչները հետևում են, ի վերջո դիտում են եւ իրենց տեղեկատվությունն են ուղարկում իրենց երկրների ղեկավարներին, որոնց հետ հանդիպում է կամ հանդիպելու է կոչված մեր երկրի ղեկավարը այս պարագային այս ստախոսը։ Դուք պատկերացնում եք այդ հանդիպումները, պատկերացնում եք այդ մարդիկ ինչ աչքով են նայում, որքան էլ ժպտան, պատկերացնում եք ամոթը, այն որ առաքյալն ասում է, ում Աստվածը իր որովայնն է, որովհետև ուրիշ Աստված չունի իր որովայնից բացի, իր փորձելով այս ժամանակահատվածում նյութական շահագրգռությամբ մարդկանց տանել դեպի իր տիրապետությունը, ուրիշ միջոց չունի մարդկանց որևէ ձևով այլևս համոզելու, ստի ամբողջ տարողությունը արտահայտված է, հիմա մնացել է պարզապես նյութական շահագրգռությունը, ուղղակի փորձելով կաշառել մեր ժողովրդին, մեզ, ասելով, եթե հայտարարագիրը լրացնում եք, այսքան փող եք ստանում, այսինչ բան անում եք, այսքան փող եք ստանում, այսինչ գործ անում եք, այսքան փող եք ստանում, եւ անընդհատ փորձելով առևտրի մեջ լինել, խաբեությամբ, ինչու այդ գումարները ինչու պետք է վճարեն, նախ ձեր գումարներն են դրանք, բայց վճարելու որպեսզի ինքն իրեն կարողանա պահել իր փողի եւ պաշտոնի դիրքի վրա, ձեզ կաշառելով, մեզ փորձելով կաշառել, մեզ փորձելով դարձնել իր նման, ում Աստվածը իր որովայնն է, բայց փառքը իր ամոթը եւ վերջը կորուստը։ Եվ վերադառնամ խոսքիս, պատկերացրեք մի պահ այս չարիքը իր այս ճղճղոցից հետո խորհրդարանական երկրի տարբեր երկրների ղեկավարների հետ հանդիպումների մեջ, որոնք արդեն այս տեղեկատվությունը ունեն, տեսանյութերը դիտել են, պատկերացնում եք այդ ամոթը, ինչպես են վերաբերվելու, եւ խնդիրը ինքը չէ միայն իր միջոցով մեր հավաքական նկարագիրը, այո, ուրախ եմ ասելու, որ տարբեր տեղերում, տարբեր երկրների ղեկավարներ լինեն կամ այլոք, հստակ կերպով տարանջատում են այս ստախոսին Հայաստանից կամ հայ ժողովրդից, մեզանից, արտահայտվում են դրա մասին, խոսում են դրա մասին, մենք չենք գտնվում այսպես մեկուսացված վիճակում, հարաբերությունների մեջ ենք տարբեր մարդկանց հետ, տարբեր կենտրոնների հետ, որոնք արտահայտում են իրենց կարծիքը, ոմանք թշնամի են համարում, հենց այս ստախոսին համարում են հայ ժողովրդին թշնամի, ոչ միայն տարանջատում են, եւ այո, խամաճիկ ծաղրածուի կերպարով ուղղակիորեն ինքն իրեն ցույց տալ կամ ինչպես ասած քիմիական որոշ ներարկումներից զրկված ուղղակիորեն ինքնաարտահայտումը հասկանալիորեն պատգամը կամ ուղերձը հղելով առաջին իր թիմակիցներին եւ ապա փորձելով ինչ որ կերպով իր ստերը թաքցնել, որովհետեւ ինչպես անցյալ շաբաթ խոսեցինք այս մասին, իր սատանայական գործարքը փորձում է թաքցնել։ Մենք անցյալ անգամ ասել ենք, հրապարակիր այդ պայմանագիրը ստախոս եւ երկրորդ հրապարակիր այն փաստաթղթերը Արցախին վերաբերող բանակցային, որ մինչև այսօր կամ մինչև 2019 թիվը գոյություն են ունեցել։ Հրապարակիր այդ բոլորը, եթե իրապես մարդ ես, ճշմարտախոս ես, հրապարակիր, ի վերջո դու այս ժողովրդի կյանքի վրա ես
այդ գինը փորձում վճարել քո իսկ իշխանությունը եւ նյութական հաճույքները բավարարելու առումով։ Հրապարակիր, ստախոս, հրապարակիր, ինչու ես վարանում, հրապարակիր, թող բոլորը իմանան, թող քո շրջապատի կույր աչքերը բացվեն, որոնց դարձրել ես քո գերին, նրանք էլ սիրով համաձայնվել են, ստրկության, այսպես ասած, ստրկության մեջ գտնվելու։ Եթե ճշմարտության մասին է խոսքդ եւ ոչ թե անիրավության, եթե արդարության մասին է քո զգացումը եւ ոչ թե անիրավության եւ ստախոսության, ապա հրապարակիր։ Խոստացել էիր հայտարարությամբ հանդես գալ, վախեցար, արձանագրել էիր դեսպաններին, որ ընդվզումից ես, ժողովրդային ընդվզումից ես մտահոգ կամ քո նկարագրին համաձայն վախեցած, ինչու չես հրապարակում, որովհետև վախենում ես, որովհետև գիտես ինչ սատանայական գործարք ես կնքել, որովհետև նույնիսկ մարդիկ արդեն ասում են, որ նույնիսկ ստորագրել ես, ոչ միայն պատրաստ ես ստորագրելու, այլ ստորագրել ես, որովհետև վախկոտ ես, որովհետև ստախոս ես և չենք դադարելու սրա մասին ասել, որքան էլ ձանձրալի թվա, որքան էլ մարդիկ ասեն, դե լավ, հա, իմացանք, որ իմիջայլոց ասում են մարդիկ, գիտենք, որ ստախոս են, և մի դատավորի կամ մի երկրի ղեկավարի մասին, որ հանրային լայն զգացումը անընդհատ խոսի այդ մասին, որպես ստախոս, նա ինչպես կարող է ապրել, ինչպես կարող է քնել ընդհանրապես, դու, չարիք, ստախոս, ինչպես ես ապրում, ինչպես, ես գիտեմ ինչպես ես ապրում, և փորձում ես մոռացնել տալ քեզ կամ երբեմն էլ ինքդ քեզ ցույց տալ որպես ոչինչ չպատահած, և այո, մենք գտնվում ենք այդ պայքարի ճանապարհի մեջ, ոչ թե միայն այս ստախոսին ճանապարհելու, այլ արդարության և ճշմարտության համար, ժողովուրդ, մի մոռացեք այս բաները, սրանք ավելի մեծ են արժեքներ որպես գաղափար և կյանք, քան որևէ այլ երևույթ, որովհետև այս գաղափարներով է կերտվում և ստեղծվում մեր կյանքը, վերանում են դժբախտությունները և հաստատվում է երջանկությունը, անկախ նրանից ինչ են քո պայմանները, եթե դու ապրում ես արդարության և ճշմարտության մեջ, դրանից վեր արժեք չկա կամ արդարության և ճշմարտության համար դրանից ավելի մեծ արժեք գոյություն չունի ուղղակի։ Այս օրերին նաև ասեմ մեր երիտասարդներ իրենց մեծ գնահատանքով եմ ասում, 10 օր շարունակ գտնվել են, գտնվում են և շարունակելու են գտնվել տարբեր կետերում Երևան քաղաքի, անցյալ օրը Գյումրիում, զուտ պարզապես փորձելով մարդկանց զգացումները արտահայտելու վավերացումը ապահովել, հնարավորությունը ստեղծել, չեմ վստահում շարժումն սկսելով կամ չենք վստահում չարիքին և այդ շարժման, այսպես ասած, տրամաբանության միջից մարդկանց համար հնարավորություն ստեղծել ֆիզիկապես վավերացնելու այն ինչ որ կա, իրենց կամքը արտահայտելու, 10 օր շարունակ, 10 օր զուտ օրվա փոփոխության իմաստով, բայց եթե ժամերի վերածենք 30, 33, 35 ժամ, նույնիսկ 2 օր չի անում, որովհետև երեկոյան ժամերին ժամը 6-ից սկսում է ժամը 9-ին ավարտում։ Սա փոքրիկ կամ մեծ փորձը ցույց տալու համար իրական պատկերը, սոցիալական ցանցերից դուրս, տարբեր
միջոցներից դուրս, վիճակագրական եւ այլն, ուղղակի գետնի վրա տեսնելու եւ փորձելու մարդկանց կամքի արտահայտությունը։ Այսօրվա դրությամբ պատկերացրեք 30 ժամ ընդամենը կամ մի քիչ ավելի։ 2 օր, առավելագույնը 2 օր էլ չի հասնում այդ ժամերով համեմատած։ Մոտ 6000 մարդ իրար հերթ չտալով շատ հաճախ այդ անվստահությունն են հայտնում։ Այսինքն ժողովրդային զգացումը անվստահության առկա է։ Մարդիկ ի վերջո այս ամբողջ պայքարի բովից ներս հասկացել եւ պատկերացրել են, իրենց մարմնով են անցկացրել այլևս։ Էլ չեմ ասում այն գրությունների մասին, որոնք այդ թերթիկների վրա կան։ Ամենածանր խոսքերից սկսած, ամենածանր, որ ամեն մարդ երբ ընթերցի ինքն իր մասին այդ ժողովրդային զգացումը, ինչպես ժողովուրդն ասում է, գետինը մտնի, գետինն էլ չի ընդունելու։ Եվ սա ուղղակի փոքր մասշտաբի վրա, առանց ջանք թափելու, առանց մեծ կազմակերպչական աշխատանքներ տանելու, ընդամենը առաջի մի քանի օրը 1 կետ, հետո 2, հիմա 3 տեղ, ընդամենը կանգնած, ոչինչ չանելով գրեթե, մարդկանց զգացումը, սա խրախուսական եւ ոգևորիչ է մեզ համար։ Էլ չեմ ասում այն խոսակցությունները, որ մենք ունենում ենք, ես ամեն գիշեր այցելում եմ մեր երիտասարդներին, քաջալերելու իրենց։ Եվ չեմ ասում այն խոսակցությունները, որ այդ հրապարակներում կանգնած մարդիկ այցելում են եւ խոսում են, պատրաստակամությունն են հայտնում։ Մի քիչ էլ ճիշտն ասած ճնշումը մեծացնում են, ասելով որ երբ ենք ճանապարհելու, երբ ենք սկսում, երբ ենք ճանապարհում։ Ժողովուրդ ջան, ամեն ինչ իր ժամանակն ունի։ Ես ասել եմ, խոստացել եմ եւ այո, հեռացնելու եմ եւ մենք միասին ենք անելու դա։ Որովհետեւ մեր առջև մի չարիքը, որի Աստված իր որովայնն է, բայց իր փառքը, իր ամոթը եւ վերջը կորուստը, որովհետեւ մեր առջև մի չարիքը, ով Աստծուց չի վախենում եւ մարդկանցից էլ ամոթ չունի, չի ամաչում, որովհետեւ մեր առջև մի չարիքը, որի հեռացումը անհրաժեշտություն է մեզ համար, հավաքական իմաստով անհրաժեշտություն։ Ես չգիտեմ, իրավունք ունեմ ասելու թե ոչ, սակայն վաղը ընտրություններն են Գյումրիում, գնացեք ընտրությունների, ժողովուրդ, սիրելի գյումրեցիներ, գնացեք ընտրությունների, գնացեք եւ արտահայտեք ձեր կամքը, մի զլացեք։ Այդ մի փոքրիկ քայլով կորցրեք ձեր անձը, որպեսզի շահեք այն, եւ ոչ միայն ձեր անձը շահեք, այլև մեր հավաքական կյանքը եւ հավաքական նկարագիրը շահեք։ Այդ մի քանի րոպեն տրամադրեք, որպեսզի այդ մի քանի վայրկյանով դուք նաեւ մասնակից լինեք հաղթանակի խրախճանքին, հասնեք նպատակակետին եւ Գյումրիում եւ Փարաքարում։ Գնացեք ընտրության մերժելու համար Աստծուց չվախեցողներին եւ մարդկանցից չամաչողներին, մերժելու համար նրանց, ում Աստվածը իրենց որովայնն է, եւ բայց սակայն փառքը ամոթը, եւ հաստատելու եւ վկայելու ճշմարտության, արդարության հաղթանակի մասին, ոչ միայն մերժելու, այլև հաղթանակելու։ Եվ սա պետք է լինի մեր սկզբունքը ամբողջ կյանքի ընթացքին։ Մենք հուսալից ենք, որովհետև այդ ճանապարհի, այդ նպատակակետի
ետևից են գնում։ Մեզ համար կարևորագույն հաստատում եւ միևնույն ժամանակ ուղղակի ամբողջական իմաստով նպատակակետին հասնելու պայքարի բովնը, որը այն համար այրի կնոջ նման ուղղակիորեն հաղթանակի անխուսափելիություն ունի։ Ինչպես այդ կնոջ օրինակն էր շատերի կողմից դուրս դրված, մերժված, այդպես էլ մեր օրինակն է, այդպես էլ մենք ենք։ Եվ մեր համառությունը, մեր կամքը, մեր ձգտումը ճշմարտության եւ արդարության համար այլ ելք չունի, քան հաղթանակը, որովհետեւ այդպես է կամենում Աստված, որովհետեւ այդպես ենք մենք տեսնում եւ ապրում, որովհետեւ այդպիսին են մեր ձգտումները, իղձերը եւ մեր կամքը, մեր հավատքը երբեք ու երբեք ընկրկում չի կարող ունենալ, որով այդ ընկրկումը ոչ մեկի համար օգուտ չէ, այլ վնաս։ Եվ այս ճանապարհին մենք այլ ելք, այլ միջոց չունենք, քան մեր անձերը կորցնելու եւ այն շահելու, որովհետեւ շահելու են բոլորը, հավաքականությունը եւ մեր նկարագիրը։ Եվ բնականաբար մեր միջոցով եկող արդարության եւ ճշմարտության հաղթանակը։ Աստված զորացնի բոլորիդ։